Ինքը սուտ է ասում, որ ասում է չի պատրաստվում դուրս գալ, բայց պատրաստվում է մտնել։ Դու կամ չպետք է դուրս գաս ու չմտնես այնտեղ, կամ եթե մտնում ես այնտեղ, այստեղից պետք է դուրս գաս։ Դա բացահայտ սուտ է եւ որի մասին նույն թե Եվրասիական տնտեսական միության, հա, չինովնիկները, թե Եվրամիության չինովնիկները բազմիցս բարձրաձայնել են։ Դա հնարավոր չէ լինել երկու տեղ միասին, որովհետև այնտեղ կա տարբեր մաքսային, հա, ծառայություններ, չի կարող, ասենք, Եվրասիական միության մաքսային ծառայողը համատեղվի Եվրամիության մաքսային ծառայողի հետ։ Չի կարող այդպեսի բան լինել։ Դա բացահայտ սուտ է։ Իսկ այս համատեքստում ինչու Փաշինյանը գնաց ԵԱՏՄ։ Իսկ ինչ անի, եթե Հայաստանի տնտեսության, հա, փաստացի այն առյուծի բաժին է ընկնում հենց Եվրասիական տնտեսական միության հետ։ Այսօր այդպես է իրավիճակը։ Կփոխվի, ես չգիտեմ, ինչպես կփոխվի։ Այո, եթե փոխվի, այնպես լինի, որ մեր տնտեսական կապերը, մեր արտահանումը, ներմուծումը, ու հատկապես արտահանումը, որտեղ ես որևէ կերպ չեմ պատկերացնում, թե մեր ապրանքները երբ կկարողանան համապատասխանել Եվրամիության ստանդարտներին։ Կլինեն Եվրամիության հետ, այդ դեպքում կարելի է խոսել այդ թեմայից։ Այսօր դա փաստացի բլեֆ է։ Պարոն Քոչարյան, այնպես ստացվեց, որ երեք դեռևս հայտարարություն տարածվեց, որ Պուտինը ցանկանում է ոչ ֆորմալ հանդիպում ունենալ Փաշինյանի եւ Ալիևի հետ, բայց ահա այսօր արդեն Ալիևը հայտարարեց, որ չի մասնակցի ԵԱՏՄ նիստին։ Զբաղված է։ Եվ զբաղված է, շատ խիտ գրաֆիկ ունի, ինչպես է ստացվում, որ Ալիևը մերժում է Պուտինի, այսպես ասած, առաջարկը ու չի ցանկանում մասնակցել նիստին։ Ես կարծում եմ այնուամենայնիվ դա նախ Ալիևը չի ցանկանում, որովհետև Ալիևը չի ցանկանում կնքել այն պայմանագրերը, որի մասին այդքան խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Հա, դա ոչ միայն երևում է նրա Մոսկվա չմեկնելուց, այլ նաև նրա հռետորաբանությունից, որը չի փոխվել։ Ոչ նոյեմբերի 9-ից հետո է փոխվել, ոչ 23 թվականի Արցախի հայաթափումից հետո է փոխվել, ոչ Տրիպի այս Տրամպի ուղի ասվածը ստորագրելուց հետո է փոխվել, ոչ ինչից հետո չի փոխվել։ Այդ հռետորաբանությունը նույնն է մնում։ Իսկ ձեր կարծիքով ինչպես կարձագանքի այս չմեկնելուն Ռուսաստանը։ Չեմ կարող ասել։ Հարցրեք Ռուսաստանից, կարծում եմ, գոնե այստեղ կարող եք հարցնել նրանց դեսպանից, դիվանագիտական ծառայություններից։ Եվ պարոն Քոչարյան, գանք նրան, որ այսօր հայտարարություն տարածվեց, որ Թրամփը բոլոր դեսպաններին, օտարերկրյա դեսպաններին կանչում է ԱՄՆ ու հատկապես այն դեսպաններին, նրանց թվում էր նաև Հայաստանում դեսպանություն կատարող անձը, ու այն դեսպաններին, որոնք ընդունվել են կամ դեսպան են նշանակվել Բայդենի վարչակազմի օրոք։ Հետաքրքիր է սա որևէ կերպ կանդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա կամ ինչպես կտեսնենք։ Չէ, դա ես կարծում եմ ավելի շատ իրենց ներքին հարցն է, որտեղ Տրամպը ավելի, կարելի ասել, ամրապնդում է իր արտաքին դիվանագիտական ուղղվածությունը, փաստացի ասում է, ովքեր որ Բայդենի օրոք են նշանակվել, պետք է հետ կանչվեն, ավելի շատ երևի թե բացում է Ռուբիոյի ձեռքերը այդ առումով ենթադրվում է, որ սա ավելի շատ իր արտաքին քաղաքականությանը ուղղված քայլ է, կախված ես ավելի շատ կապում եմ սա Ուկրաինայի եւ այլ երկրներից ներգաղթի, Ամերիկան ներգաղթի, որովհետև դրանից ընդամենը մի քանի օր առաջ հիշում եք ինչ եղավ, ընդհանրապես հանեց այդ գրին քարտի
խաղարկությունը, դրանից առաջ հայտարարել էր, կախված այդ տերակտի հետ, որ ով ասես գալիս լցվում է, դրա համար հիմնականում ես կարդացի, որ աֆրիկյան եւ ասիական երկրների դեսպաններին է հետ կանչում, թեև դա ոչ թե դեսպանների այդքան խնդիրն է, ինչքան կոնսուլների, հա, որտեղ վիզաները այնուամենայնիվ տրամադրում են ոչ թե դեսպանները զուտ արտաքին քաղաքական դիվանագիտական հարցերով են լինում, բայց այնուամենայնիվ